Այս կինը պնդում էր, որ եղել է Կլեոպատրայի ընկերուհին եւ նա փորձում էր դա ապացուցել։ Թվում է, որ սա իրական վերամարմնավորման դեպք է, քանի որ 20-րդ դարի այս կինը համոզված էր, որ անցյալ կյանքում եղել է եգիպտական քրմոհի, մեր թվարկությունից առաջ 1200 թվականին։ Դորա Թեյդին ծնվել է Անգլիայում եւ մանկուց պատմում էր հին եգիպտական տաճարների մասին։ Զարմանալի էր, որ նրա պատմածի մեծ մասը վերաբերվում էր փարավոն Սեթի առաջինի դինաստիային։ Բացի այդ, նա հեշտությամբ կարողանում էր կարդալ հին եգիպտական հերոգլիֆները, ինչը նույնիսկ շատ գիտնականների ուժերից վեր էր։ 20 տարեկանում Դորա Թեյդին տեղափոխվեց Եգիպտոս եւ հենց եգիպտական բուրգերի մոտ հայտնվելիս զգաց ինչ-որ հարազատ էներգիա։ Այստեղ նա սկսեց ինչ-որ բան ակտիվորեն փնտրել։ Աղջիկը հետազոտողներին տարավ դեպի նախկինում անհայտ միջանցք բուրգերից մեկում, եւ երբ հասան մի սենյակ, նա ասաց. «Այստեղ ես եմ»։ Պեղումների արդյունքում այնտեղ հայտնաբերվեց մի կնոջ սարկոֆագ, սակայն ամենաանսպասելի դեպքը վերամարմնավորման հավանականությունն էր։ Ինչ եք կարծում այս ամենի մասին։ Գրիր մեկնաբանություն եւ կիսվիր քո կարծիքով։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։